Այսօր շատ ու շատ կանայք մեծ թերհավատորեն եւ անվստահությամբ են նայում ցանցային բիզնեսին, անկեղծ ասած կար մի ժամանակ ես նույնպես, բայց քանի որ հիմա լինելով ցանցային բիզնեսում եւ տեսնելով շատ ու շատ կանանց պատմություններ, հաջողություններ, թե ինչպես են հասնում իրենց նպատակներին, ցանկացա այն կանայք, ովքեր որ ունեն կասկածներ, վախեր, իրենց ցույց տալ ցանցային բիզնեսի իրական հնարավորությունները եւ որոշեցի ստեղծել մի challenge, որտեղ իրենց մասնակցությունը կունենան այն կանայք, ովքեր ոլորտում ունեն մեծ հաջողություններ։ Եվ այսպես challenge-ս ուղղում եմ այն կանանց, ովքեր իրենց փորձով կարող են ցույց տալ ցանցային բիզնեսի իրական հնարավորությունները։ Սիրելի գոլեգաներ, կխնդրեմ փոքրիկ տեսանյութով մասնակից լինել իմ challenge-ին, որտեղ կպատասխանեք հետևյալ հարցերին։ Հարցերն են, որոնք են ձեզ համար ցանցային բիզնեսի կարևոր առավելություն, ինչու ընտրել հենց այս ոլորտը, ինչն է փոխվել ձեր կյանքում ցանցային բիզնեսի շնորհիվ, որոնք են այս ոլորտի դժվարությունները եւ ինչպես եք դրանք հաղթահարել, եւ ինչ կմաղթեք այն կանանց, ովքեր մտածում են սկսել թե ոչ։ Դե ինձ սիրով կսպասեմ ձեր պատասխաններին վիդեոյի կամ պոստի տարբերակով, կխնդրեմ նշեք ինձ, որ կարողանամ կիսվել ձեր պատմություններով եւ ավելի շատ ոգեշնչել մեր մայրիկներին, մեր կանանց։ Հուսով եմ առաջիններից մեկը կլինի նաև իմ սիրելի նաստավնիկը։ Անհամբեր կսպասեմ պատասխանին։ Ողջույն սիրելի ընկերներ, ընդունում եմ challenge-ը, ընդունում եմ Գերմանիայի Բրեգենս քաղաքից գնացքով ընտանիքով ճամփորդում ենք եւ այս հնարավորությունը ես ստացա սկսելով ցանցային մարքեթինգի բիզնես։ Ես իրականում շատ փոքրիկ նպատակներով եւ փոքրիկ ցանկություններով եկել եմ մի քանի կոպեկ փող աշխատելու իրականում տանից փոքր երեխաների հետ։ Մեկ տարում ես հասցրեցի եկամուտը 1 միլիոն դրամի։ Հիմա իմ թիմում կան գրանցված հազարավոր մարդիկ, չնայած շատերը մտածում են, որ ցանցային բիզնեսը սպառել է, որ ոչ մեկ դրանով չի ուզում զբաղվի, բայց դա այդպես չի։ Մենք վերջին 9 տարիներին ճամփորդել ենք տասնյակ երկրներում, այսօր եղանք առաջին անգամ Ավստրիայում, խոսքով շատ հավես, այս ունեմ 4 երեխաներ։ Ես ընտրել եմ ցանցային մարքեթինգի բիզնեսը, որովհետև կարող եմ աշխատել օնլայն տնից եւ ազատ գրաֆիկով։ Եվ նաեւ իհարկե ունեմ անսահմանափակ աճող եկամուտի հնարավորությունը։ Այստեղ երեխաները լացում են, ես գնացի challenge ընդունված է։ Ողջույն սիրելի Ժաննա, ես սիրով ընդունում եմ challenge-ը, իսկ ինչպիսի challenge, որովհետեւ մեր հետևորդները իմանան ինչի մասին է խոսքը, խնդրում եմ լսեք տեսանյութ։ Ովքեր իրենց փորձով կարող են ցույց տալ ցանցային բիզնեսի իրական հնարավորությունները։ Սիրելի գոլեգաներ, կխնդրեմ փոքրիկ տեսանյութով մասնակից լինել իմ challenge-ին, որտեղ կպատասխանեք հետևյալ հարցերի։ Հարցերն են, որոնք են ձեզ համար ցանցային բիզնեսի կարևոր առավելություն, ինչու ընտրել հենց այս ոլորտը, ինչն է փոխվել ձեր կյանքում ցանցային բիզնեսի շնորհիվ, որոնք են այս ոլորտի դժվարությունները եւ ինչպես եք դրանք հաղթահարել, եւ ինչ կմաղթեք այն կանանց, ովքեր մտածում են սկսել թե ոչ։ Իմ համար ամենակարևոր առավելություններից մեկն է եւ կարելի ասել ամենագլխավորը, երբ ես տանն եմ, երբ ես ազատ եմ, դրանից այնքան իմ համար ոչինչ չկա ու քանի գնում այնքան ավելի շատ եմ գնահատում իմ ազատությունը։ Իսկ հիմա ինչ ունկրել հենց այս ոլորտը։ Եթե դուք փնտրում եք երկրորդ աշխատանք, եթե դուք ուզում եք լինել ընտանիքի կողքին, եթե դուք տնային տնտեսուհի եք, հենց այս ոլորտն է ձեզ համար շատ հարմար։ Եվ բացի այդ, ես նորից եմ շեշտում, դուք կարող եք լինել ազատ, դուք կարող եք վայելել ձեր երեխաներին, ձեր ընտանիքին, ճանապարհորդել եւ ամենակարևորը շփվել պոզիտիվ մարդկանց հետ։ Ցանցային շնորհիվ լիքը բան այն կյանքում փոխվել։ Ես ավելի շատ սկսեցի գնահատել ինքս ինձ, ավելի շատ սկսեցի սիրել ինքս ինձ, ավելի շատ սկսեցի դրական մտածել ու ամենակարևորը լինելով ես այդպեսին, հենց այդպեսին մարդկանց էլ քաշում եմ դեպի ինձ։ Դա իմ համար ամենաթանկն է։ Բոլոր տեղերն դժվարություններ կան ու ցանկացած բիզնեսում դժվարություններ կան։ Հավատացեք, մի քիչ բան կա, բայց ամենահեշտ դժվարությունը հենց ցանցային է, որովհետև դու ես ինքդ ես, հենց սա կախված է քեզնից։ Այնպես որ եթե ուժեղ եք, եթե ունեք նպատակ, հաստատ դա ձեզ չի խանգարի։ Իսկ այն նորեկներին, այն աղջիկներին, ովքեր նոր են մտել այս ոլորտ, ովքեր մտածում են մտնել, չմտնել, հավատացեք, կորցնելու ոչինչ չունեք։ Եթե չգտնեք, հաստատ չեք կորցնի։ Դուք ինքներդ կհամոզեք, երբ որ լինեք ու երբ որ սկսեք, երբ որ սովորեք ու երբ որ շփվեք։
բա որ առաջին եկամուտները ստանաք, բա որ պրեմիաներն ու բոնուսները ստանաք, բա որ շփվեք պոզիտիվ ու դրական մարդկանց հետ, վայելեք ազատությունը ձեր երեխաներին։ Այժմ մի օր դուք այսպեսի տեսանյութ կանեք։ Ձեզ բոլորին լավ օր։ Շնորհակալ եմ Ժան ջան։ Չելենջը ընդունված է իմ սիրելի գործընկերուհի Ժաննա։ Սիրով կմասնակցեմ չելենջին եւ կպատասխանեմ քո հարցերին։ Շուտով կլինի 8 տարի աշխատում եմ ցանցային մարքեթինգի ոլորտում սիրով եւ մեծ նվիրումով։ 2017 թվականը շատ որոշիչ դեր ունեցավ իմ կյանքում։ Դրսի աշխատանքի հետ զուգահեռ ես սկսեցի աշխատել օնլայն բիզնես նախագծում։ Արդյունքում ծանոթացա ինձ համար շատ անծանոթ մի ոլորտի հետ։ Ինչու ընտրեցի այս ոլորտը, քանի որ տեսա մեծ հնարավորություն, շատ առավելություններ եւ հեռանկար։ Այս տարիների ընթացքում ձեռք բերեցի առաջին հերթին շատ հարազատ գործընկերուհիներ։ Ստացա ընկերության կողմից 3 խոշոր գումարային պարգևատրություններ բացի իմ եկամուտները։ Ունեցա նաև ընկերության կողմից անվճար կոլեկտիվ շրջագայություն։ Դե դժվարություններ բոլոր ոլորտներում էլ կա, բայց երբ դու գիտակցումով ես աշխատում, հասկանում ես, որ դու քո սեփական բիզնեսի համար ես աշխատում, այդ դժվարությունները հաճույքով ես հաղթահարում։ Հասկացել էի, որ այս ոլորտի շնորհիվ կարելի է ստեղծել սեփական բիզնես առանց ներդրումների եւ դուրս գալ վարձու աշխատանքից։ 6 տարի արդեն ունեմ իմ սեփական գրանցված բիզնեսը, տնից եմ աշխատում, տանս գործերի հետ համատեղելով։ Խորհուրդ եմ տալիս կանանց սկսել համագործակցությունը մեր ոլորտի հետ, առանց վախերի եւ կասկածների, քանի որ ռիսկային ոչինչ չկա։ Սիրելի Ժաննա, չելենջը ընդունված է եւ ես մեծ սիրով արձագանքում եմ եւ մասնակից եմ լինում։ Ինքս ցանցային մարքեթինգի բիզնեսում եմ արդեն 6-7 տարի աշխատում եմ մեծ հաճույքով։ Այստեղ հնարավորություն տեսա սկսելու սեփական գործ բացառապես զրոյից եւ դա ստացվեց։ Առանց ներդրումների, առանց ռիսկերի, առանց փորձ եւ գիտելիքների սկսեցի բիզնեսը աշխատելով տանից օնլայն։ 2 փոքր երեխաների հետ, նրանց խնամքին զուգահեռ ես կարողացա զարգացնել իմ բիզնեսը։ Այսօր գրանցված բիզնես ունեմ, երեխաներիս կողքին եմ, կարողանում եմ խնամել եւ կատարել նրանց բոլոր պահանջներն, այսպես ասած, որպես մայր, լինել նրանց կողքին եւ դրա հետ մեկտեղ մեծացնել իմ եկամուտները եւ մեծ պլաններ ունենալ առջևում։ Անձնային աճ, ֆինանսական ձեռքբերումներ, հարգանք, փորձ, ինքնավստահություն։ Այս ամեն ինչը ցանցային բիզնեսը տվեց ինձ։ Ինչ վերաբերում է դժվարություններին, դժվարությունները նորմալ են, դրանք կան բոլոր ոլորտներում, որտեղ հաջողություններ է պետք գրանցել, հաջողություններն առանց դժվարությունների չեն լինում։ Մեր պրոյեկտում այդ դժվարությունները հաղթահարելը շատ ավելի հասանելի է, քանի որ դա կախված է միմիայն մեզանից։ Եթե կա աշխատասիրություն, ապա բոլոր հարցերը կարելի է արագ լուծել։ Այն մարդիկ, ովքեր մտածում են սկսեն թե ոչ, կարող եմ ասել մի բան. դուք կորցնելու ոչինչ չունեք, բայց դուք ունեք մեծ հնարավորություն ձեր կյանքը փոխելու։ Մինչև չփորձեք, մինչև չաշխատեք, մինչև նպատակադրված եւ պլանավորված քայլեր չանեք, չեք իմանա ձեր պոտենցիալը եւ չեք իմանա կստացվի թե չէ։ Էնպես որ եթե կա ցանկություն եւ կա նպատակ կյանքում ինչ-որ բան փոխելու, ապա ժամանակ չկա մտածելու, պետք է սկսել։ Ժաննա Խաչատրյան ջան, ընդունում եմ չելենջը եւ պատասխանում առաջադրված հարցերին, որոնք են ինձ համար ցանցային բիզնեսի կարևոր առավելությունները։ Նշեմ ճկուն աշխատաժամերը, կարող ես աշխատել անկախ ժամանակից եւ վայրից, անսահման եկամուտ ստեղծելու հնարավորությունը, անձնային աճը, այստեղ սովորում ես հաղորդակցվել, ղեկավարել թիմ եւ զարգացնել բիզնես մտածողություն, գործընկերների աջակցությունը եւ հրաշալի պրոդուկտից ես օգտվում։ Ինչու եմ ընտրել հենց այս ոլորտը, քանի որ այն ինձ տալիս է ազատություն ժամանակի եւ վայրի հարցում, հնարավորություն ստեղծել սեփական բիզնես առանց ռիսկերի եւ ներդրումների, անընդհատ ուսուցում եւ զարգացում եւ պասիվ եկամուտի հնարավորություն, ինչ է փոխվել իմ կյանքում ցանցային բիզնեսի շնորհիվ, դարձել եմ ավելի ինքնավստահ, նախաձեռնող, սովորել եմ ղեկավարել թիմ եւ մոտիվացնել, ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ եւ գործընկերներ, որոնք են ոլորտի դժվարությունները եւ ինչպես դրանք հաղթահարել։ Նշեմ, որ ցանկացած ոլորտ ունի իր դժվարությունները, ցանցային բիզնեսը նույնպես։ Այստեղ դժվարությունը կայանում է մերժումներում, քննադատություններում, մոտիվացիայի անկում է լինում, մարդիկ համբերություն չեն ունենում հաջողության հասնելու համար, ինչպես դրանք հաղթահարելու։ Ես պարզապես կասեմ, որ հիշեք, յուրաքանչյուր հաջողակ մարդ մի օր սկսել է զրոյից, հաղթահարելով շատ դժվարություններ, մերժումներ, քննադատություններ, լինելով համբերատար։ Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ, միշտ փնտրեք դրական շփումներ եւ շատ սովորեք, եւ որ ամենակարևորն է երբեք չհանձնվել։ Ինչ խորհուրդ կտամ այն կանանց, ովքեր մտածում են սկսել թե ոչ, նրանց պարզապես կասեմ ոչ թե մտածել այն մասին, թե ինչ ունեն հիմա, այլ ինչ կարող են ստեղծել։ Իրենց ապագան կախված է իրենց այսօրվա որոշումից։ Մի սպասեք, որ ուրիշները ձեզ հավատան այն դեպքում, երբ ինքներդ ձեզ չեք հավատում։ Դուք անհավանական ներուժ ունեք,
պարզապես քայլ արեք։ Ճանապարհը հեշտ չի լինելու, բայց վստահեցնում եմ, ձեզանով հպարտանալու առիթներ շատ են լինելու։ Ցանցային բիզնեսում ամենակարևոր առավելությունը ինձ համար իմ ազատությունն է։ Ես աշխատում եմ առանց ղեկավարի, առանց սահմանափակումների, իմ սիրելի զբաղմունքներով, ժամանակի իմ կառավարմամբ։ Ընտրեցի այս ոլորտը, որովհետև փնտրում էի հնարավորություն փոխելու կյանքս, ստեղծելու եկամուտներ առանց ներդրումների։ Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, փոխվել է մտածելակերպս եւ սովորել եմ հաղթահարել վախերս։ Սկզբում շատ էի վախենում մերժումներից, մտածում էի, որ չեն հասկանա ինձ, չեն հավատա, բայց հետո հասկացա, որ սա իմ կյանքն է ու իմ ընտրությունը, եւ սկսեցի շարժվել առաջ, չնայած վախերին։ Թիմի օգնությամբ, նստավնիկներիս ուսուցմամբ հաղթահարում եմ ամեն բան եւ շարունակում եմ աճել։ Սիրելի կանայք, եթե ձեզ թվում է, որ արդեն ուշ է, որ չեք կարող սկսել բիզնես, հավատացեք, դրանք միայն վախեր են, որոնք հաղթահարելի են։ Մի սպասեք իդեալական պահի, սկսեք հենց հիմա։ Ձեզ նման բազմաթիվ կանայք արդեն փոխում են իրենց կյանքը։ Դուք նույնպես կարող եք։ Բարի օր բոլորին, ընդունել եմ չելենջը եւ սկսենք այն հարցից, թե ինչ առավելություններ ունի ցանցային մարքեթինգի բիզնեսը։ Ցանցային բիզնեսն ունի մի շարք առավելություններ, սակայն այս բանը ես կթվարկեմ ամենակարևորները։ Ազատ գրաֆիկ, աճող եկամուտ, սկսում ենք բիզնես առանց ներդրումների, առանց ռիսկերի։ Ինչու ընտրել այս ոլորտը, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգանալու, ինքնակրթվելու, ունենալ անձնային եւ ֆինանսական աճ։ Սակայն ինչպես շատ ոլորտներ, այս ոլորտն ունի նաեւ դժվարություններ։ Այստեղ ամենակարևորը պետք է ունենալ համբերատարություն, համառություն եւ աշխատասիրություն։ Իսկ ինչ կմաղթեմ կանանց, եթե ուզում եք փոխել ձեր կյանքի ոճը, ապրել ազատ, վաստակել մեծ գումարներ, ճանապարհորդել, ապա ժամանակ մի կորցրեք։ Սկսեք այս պահից, հետո կարող է ուշ լինել։ Ընդունում եմ չելենջը, սիրելի Ժաննա։ Ես 3 երեխաների մայրիկ եմ, ով ուներ աշխատանք իր մասնագիտական ոլորտում, բայց միևնույն ժամանակ սկսեցի համագործակցությունը ցանցային մարքեթինգի ոլորտում։ Ինչու սկսեցի հենց ցանցային մարքեթինգի ոլորտում, քանի որ սկսել եմ բիզնեսը դատարկ գրպաններով։ Եթե ես ունենայի կլորիկ գումար, որը կարող էի ներդնել, սկսել ավանդական բիզնես, $10,000 կամ $20,000, այդ դեպքում հավանաբար ես այս բիզնեսում չէի լինի։ Կընտրեի ավանդական որևիցե բիզնես մոդել եւ այնտեղ կաշխատեի։ Բայց քանի որ սկսել եմ դատարկ գրպաններով, ես ընդունեցի հնարավորությունը։ Այսօր ունեմ իմ սեփական ինտերնետ խանութի ցանցը, որը զարգացնում եմ միջազգային մակարդակով, 13 երկրների հետ ենք աշխատում եւ հնարավորությունները միջազգային մակարդակով ավելի ընդլայնում ենք։ Դժվարություններ ցանկացած ոլորտում կան, առանձնահատուկ դժվարություններ չկա ցանցային բիզնեսում, ավելի շատ դժվարությունները հենց մեր գլխում են։ Երբ որ մենք կարողանանք հաղթահարել մեր գլխի դժվարությունները, այսինքն վախերը, կասկածները, անվստահություն սեփական անձի նկատմամբ, չհաջողելու վախը, այլ հենց դրանք են դժվարությունները, որը շատ կանանց թույլ չի տալիս սկսել։ Երբ որ կարողացանք այդ դժվարությունները հաղթահարել, սկսել, մնացածը շատ ավելի հեշտ է։ Կմաղթեմ այն կանանց, ովքեր ինձ նման դատարկ գրպաններով ցանկանում են ինչ-որ նոր բան սկսել, ապա սկսեք համագործակցությունը հենց այս ոլորտում։ Սա հրաշալի հնարավորություն է տնօրինելու սեփական ֆինանսները, սեփական ժամանակը, ստեղծել կարիերա, աճ, զարգացում եւ այդ ամեն ինչը ընտանիքի երեխաների կողքին։ Ողջույն բոլորին, ընդունել եմ գործընկերուհուս Ժաննա Խաչատրյանի չելենջը եւ սիրով կկիսվեմ ձեզ հետ իմ կարծիքով։ Ցանցային բիզնեսի կարևոր առավելություններից են բիզնես զրոյից առանց ներդրումների, առանց գրաֆիկ, առանց սահմանափակումների աշխատանք եւ անձնային աճ։ Ցանցային բիզնեսը հիմնովին փոխել է իմ մտածողությունը, ավելի համարձակ, ինքնավստահ եւ ինչու՞ չէ նաեւ նախաձեռնող եմ դարձել։ Ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ եւ գործընկերներ, ունեմ խելացի թիմ։ Այստեղ բոլորիս ձեռքբերումները եւ հաջողությունները համարում ենք մերը, քանի որ սա թիմային աշխատանք է։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Ցանկացած գործ ունի իր դժվարությունները, եւ այս ոլորտն էլ բացառություն չէ։ Յուրաքանչյուր գործ ունի իր դժվարությունները, որից հետո էլ ծնվում են հաղթանակները։ Պետք է աշխատել, լինել համառ եւ չհուսահատվել։ Նպատակ ունեցող մարդը փոքրիկ ձախողումից չպետք է նեղվի, այլ դա ընդունի մարտահրավեր։ Առանց դժվարության ձեռք բերած հաջողությունը հարատև չի լինում։ Իսկ ինչ վերաբերվում է այն կանանց, ովքեր մտածում են սկսել թե ոչ, ապա միանշանակ խորհուրդ կտամ, որ ոչ մի վայրկյան չերկմտնեն։
Նախ փորձեն առաջին քայլը, որովհետև առանց քայլ անելու չեն իմանա իրենց դա պետք է թե ոչ։ Սիրելի կանայք, մի կողմ դրեք ձեր վախերը, հիշեք փոխելով ձեր կյանք փոխվում է նաև ձեր մտածելակերպը եւ ոճը։ Դրեք նպատակ եւ աշխատեք այդ նպատակին հասնելու համար։ Դժվարն առաջին քայլն անելն է։